საქართველოს პრეზიდენტი ბატონი გიორგი მარგველაშვილი. Համաձայն Վրաստանի սահմանադրության 51-րդ հոդվածի խորհրդարանի առաջին նիստը կայացավ սույն թվականի նոյեմբերի 18-ին։ Այն բացեց երկրի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին, որից հետո խոսքը տվեց խորհրդարանի ամենատարիքավոր անդամին, ով եւ ղեկավարեց նիստը մինչեւ խորհրդարանի խոսնակի ընտրությունը։ Իդեպ խորհրդարանի ամենատարիքավոր անդամն Ռևազ Արվելաձեն, ով ընտրվել է վրացական երազանք կուսակցության կողմից։ Ձերբասո Սակարտոլոս նոքալակեն։ Თქვენო უწმინდესობავ, ბატონო პრემიერ-მინისტრო, მინისტრებო, არჩეულო დეპუტატებო. ქალბატონო უზენაესი სასამართლოს თავმჯდომარე, ბატონო საკონსტიტუციო სასამართლოს თავმჯდომარე. დიპლომატიური კორპუსის წარმომადგენლებო, საპატიო სტუმრებო. პატივცემულო დეპუტატებო, გილოცავთ გამარჯვებას 2016 წლის ოქტომბრის საპარლამენტო არჩევნებში და გისურვებთ წარმატებულ მოღვაწეობას ქვეყნის საკეთილდღეოდ. დღეს ახალი პარლამენტის წინაშე გამოსვლისას უპირველესად მინდა ჩემი პატივისცემა დაუდასტურო საქართველოს მოსახლეობას, რომელმაც მე-9 პარლამენტის არჩევით კიდევ ერთი მნიშვნელოვანი ნაბიჯი გადადგა ქართული სახელმწიფოებრიობის გამტკიცების გზაზე. მინდა მადლობა უთხრა ყველა იმ სადამკვირვებლო მისიას, პოლიტიკურ პარტიებს, საარჩევნო კომისიას, მედიას, რომლებაც ერთად უზრუნველყვეს დემოკრატიული სახელმწიფოებრივი პროცესის მემკვიდრეობითობა. არჩევნები შედგა მეტნაკლები დარღვევით, მაგრამ თავისუფალ გარემოში. შედეგად საქართველოს ყავს დემოკრატიულად არჩეული 150 დეპუტატი, რომელიც განახორციელებს მომავალი საკანონმდებლო და აღმასრულებელი ხელისუფლების ფორმირებას. Վրաստանի խորհրդանի 9-րդ գումարման լիազորությունները ճանաչվեց։ Նախագծերի կանոնակարգը հանձնաժողովի ժամանակավոր հավաստագրերը խորհրդանը ընդունեց 146 ձայնով։ Խորհրդանը ճանաչեց բոլոր 150 նորընտիր անդամների լիազորությունները, որոնց անունները քվեարկությունից առաջ ընթերցեց ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Գեորգի Կախյան, ինչպես նաև որպես խորհրդանի падգամավոր ճանաչվեցին Գեորգի Կվիրիկաշվիլին եւ Սանդրա Ռուլովսը, որից հետո նորընտիր падգամավորները երթում տվեցին եւ կատարեցին Վրաստանի պետական օրհներգը։ მე სრულიად საქართველოს წარმომადგენელი და მისდამი ანგარიშვალდებული ღვთისა და ერის წინაშე ვაცხადებ, რომ კეთილსინდისიერად აღვასრულებ პარლამენტის წევრის უფლება-მოვალეობებს. ვიქნები კონსტიტუციური წყობილების, ქვეყნის დამოუკიდებლობის, ერთიანობისა და მთლიანობის, ხალხის ინტერესების, მოქალაქეთა უფლებებისა და თავისუფლებების, საქართველოს ძლევამოსილების დაცვის სამსახურში. Pizza. Խորհրդանի առաջին նիստի ընթացքում ներկա գտնվեցին Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երկրի կաթողիկոս պատրիարխը, բարձրաստիճան հոգևոր այրեր, երկրի այլ կրոնական դավանանքի ներկայացուցիչներ, Վրաստանի սահմանադրության եւ Էլին Այացյանի դատարանի նախագահները եւ այլ հանրային ներկայացուցիչներ։
Խորդանի 9-րդ գումարմանը ներկայացված կլինեն հետևյալ կոնֆիգուրացիայից. Վրացական երազանք դեմոկրատական Վրաստան կուսակցությունից 115 պատգամավոր, Միասնական ազգային շարժում կուսակցությունից 27 պատգամավոր, Հայրենասերների դաշին կուսակցության կողմից ներկայացված է 6 պատգամավոր, մեկ մեծամասնական պատգամավոր ներկայացված է Թոփաձե արդյունաբերողների կուսակցությունից, ինչպես նաև մեկ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնող խմբից։ Վրաստանի խորհրդարանը ձևավորվեց մեծամասնությամբ եւ փոքրամասնությամբ, ինչպես նաև գրանցվեցին 5 խորհրդանական խմբակցություններ։ Վրաստանի խորհրդանի խոսնակի թեկնածու առաջարկվեց վրացական երազանք կուսակցության կողմից ներկայացված Իրակլի Կոբախիձեին, ով 118 պատգամավորի քվեարկությամբ դարձավ խորհրդանի խոսնակ։ Իսկ նոյեմբերի 22-ին խորհրդանի նախագահ Գյորգի Քվիրիկաշվիլին ներկայացրեց վարչապետի պաշտոնին, որտեղ վարչապետը առաջարկեց ձևավորել կառավարությունը հետևյալ կերպ. Վրաստանի առաջին փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Դմիտրի Կումցիշվիլի, Վրաստանի փոխվարչապետ եւ էներգետիկայի նախարար Կախա Կալաձե, Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գյորգի Գախարիա, Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարար Զուրաբ Ալվիձե, Եվրոպական եւ Եվրոատլանտյան կառույցների ինտեգրման պետնախարար Վիկտոր Դոլիձե, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայել Ջանելիձե, Վրաստանի աշխատանքի առողջապահության եւ սոցիալական հարցերով նախարար Դավիթ Սերգեենկո, Փախստականների վերաբնակեցման, Վրաստանի օկուպացիոն տարածքների տեղահանված անձանց հարցերով նախարար Սոզար Սուբարի, Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավա, Գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլի, Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխայել Գյորգաձե, Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Դարիել Խոչիկիշվիլի, Պաշտպանության նախարար Լևան Իզորիա, Արդարադատության նախարար Թեյա Ծուլուկյանին, Ներքին գործերի նախարար Գյորգի Մեղբերիշվիլի, Պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլի, Բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Գիգա Ագուլաշվիլի, Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլի, ինչպես նաեւ Գյորգի Քվիրիկաշվիլին որոշեց Սփյուռքի հարցերով պետնախարարության աշխատակազմը միացնել արտաքին գործերի նախարարությանը։ Այժմ նախարարների նոր աշխատասենյակները Քվիրիկաշվիլիի գլխավորությամբ կառավարության ծրագիրը պետք է հաստատի օրենսդիր մարմինը։ Დიდი მადლობა გადაგიხადოთ და წარმატება გისურვოთ ამ უაღრესად მნიშვნელოვან პოზიციაზე. რაც შეეხება მის შემცვლელს, სურს სახელმწიფო მინისტრის თანამდებობაზე ბატონი ვიქტორ დოლიძე წარმოგიდგინოთ. ვიქტორ დოლიძე გახდათ კოალიცია ქართული ოცნების აქტიური წევრი და ის პირველივე დღეებიდან აქტიურად იყო ჩაბმული ქვეყნის ევროპული და ევროატლანტიკური მიმართულების გაძლიერებაში. მას აქვს კარგი კონტაქტები და დასავლური სამყარო იცნობს როგორც გამოცდილ და კარგ დიპლომატს. ის წლების განმავლობაში იყო საქართველოს საგანგებო და სრულუფლებიანი ელჩი ავსტრიისა და უნგრეთის რესპუბლიკებში. ასევე საქართველოს მუდმივი წარმომადგენელი ეუთოსა და ვენაში. ვიქტორ დოლიძე პარლამენტში ევროპულ და ევროატლანტიკურ სტრუქტურებთან ურთიერთობის კომიტეტს ხელმძღვანელობდა და ყოველთვის მნიშვნელოვან როლს ასრულებდა პარლამენტის და მთლიანად ქვეყნის ევროპულ სტრუქტურებთან ურთიერთობის საქმეში. ვიქტორ დოლიძე ყოველთვის იყო ჩვენი ხელისუფლების კონსტრუქციული პარტნიორი საქართველოს ევროპულ და ევროატლანტიკურ სტრუქტურებთან დაახლოების გზაზე. მიუხედავად იმისა, კოალიციის სახელით უწევდა ამ საქმეზე მუშაობა, თუ შემდგომში უკვე მოგვიანებით ამ სტატუსის გარეშე. ულოცავ ბატონ ვიქტორს ჩვენს გუნდში დაბრუნებას და ქვეყნისთვის ასეთ მნიშვნელოვან თანამდებობაზე წარდგენას. რაც შეეხება სხვა თანამდებობებს, მინისტრთა კაბინეტში მოგეხსენებათ დიასპორის სამინისტრო, საგარეო საქმეთა სამინისტრო შეერწყა და დიასპორის მინისტრის ფუნქციებს უკვე საგარეო საქმეთა მინისტრი შეითავსებს. აქვე მინდა დიდი მადლობა გადაუხადო ბატონ გელა დუმბაძეს გაწეული ძალიან მნიშვნელოვანი საქმიანობისთვის. მისი მინისტრობის პერიოდში ბევრი ძალიან სასიკეთო საქმე იქნა წამოწყებული და დასრულებული ჩვენი დიასპორისთვის და მინდა მას ასევე წარმატება უსურვო უკვე დიპლომატიურ საქმიანობაში და ამ მიმართულებით მას ვფიქრობთ, რომ ძალიან საინტერესო პერსპექტივა გააჩნია. სხვა მხრივ ამ ეტაპზე მინისტრთა კაბინეტის შემადგენლობა უცვლელი რჩება და ჩვენ კვლავ ერთიანი გუნდური პრინციპით გავაგრძელებთ საქმიანობას ქვეყნის სწრაფი განვითარებისა და თითოეული მოქალაქის კეთილდღეობისათვის. დიდი მადლობა ყურადღებისთვის.